Մարդկերի ճակատագիրը որոշում է ոչ թե նրանց կրած պարտությունները, այլ դրանից հետո վերականգնվելու կամքը։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այստեղ մեր հիշողությունների և հերոսական հաղթանակների տաճարում մենք պետք է խոստանանք, հաղթել ոչ միայն սահմանին կանգնած թշնամուն, ոչ միայն երկրի դարպասները ներսից թշնամու առաջ բացող դավաճաններին, այլ ամենակարևորը ինքներս մեզ, մեր հուսալքությանը, մեր անվստահությանը և մեր անտարբերությանը։ Մայր հայրենիքը առավել քան երբևէ այդ հավատքի, այդ ուժի կարիք ունի։ Այս պայքարում մեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է։ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշվելու է առաջիկա ամիսներին։ Ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր մենք դիտակցում ենք պահի լրջությունը։ Պատրաստ ենք այդ պայքարում ներդնել մեր ողջ ներուժը։ Այս պայքարում կա հաղթելու մեկ ճանապարհ՝ վերստին վերականգնել Սարդարապատի վճռականությունն ու համախմբումը, հանուն մեր պետականության, անկախության, ինքնության պաշտպանության։ Միայն այդ դեպքում մեզ կընդունեն աշխարհում, կհարգեն և մեզ հետ հաշտի կնստեն։ Ի վերջո Սարդարապատը ապացուցեց, որ գոյության պայքարում վճռականությունը, համախմբվածությունը ու ազգային ինքնագիտակցությունը կարող են հաղթել ցանկացած գերազանցող թշնամուն։ Սարդարապատը մեզանից պահանջում է ոչ միայն խոնարհում, այլ նաև պայքար։ Սարդարապատում զոհվեցին հանուն հիշատակի, զոհվեցին հանուն ապագայի։ Եվ այսօր այդ ապագան կրկին մերը դարձնելու համար մենք պարտավոր ենք վերականգնել Սարդարապատի ոգին մեր խոսքով, գործով ու պայքարով։ Այո, մենք կանգնած ենք քաղաքական Սարդարապատի շեմին։ Ուրեմն Սարդարապատը միայն հիշողություն չէ, այլև քաղաքական ուղեցույց։ Այսինքն ժամանակն է Սարդարապատի ոգին դառնա քաղաքական շարժում, ռազմավարություն, հաղթանակի հիմք, ներկայում և ապագայում։ Իսկ բոլոր նրան, ովքեր փորձեն կոտրել Սարդարապատի ոգին, կոտրվելու են հենց իրենք։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, հիմա այստեղ ենք, հիմա նայում ենք Արարատին և ես ձեզ ասում եմ, մենք կարող ենք, քանի որ մենք ժառանգտ ենք նրանց, ովքեր կանգնելով անհաղթահարելի թվացող փորձ եղան հաղթողներ։ Մենք կրում ենք Սարդարապատը կերտողների, Արցախը ազատագրողների ժառանգությունը։ Մենք նրանց սերունդն ենք։ Հարկ ու խոնարհում մայիսյան հաղթանակների պետականությունը կերտող մեր հերոսներին։ Շնորհավոր մայիսի 20-ում։ Այո, մենք կարող ենք և անելու ենք։ Շնորհակալ